ոլորտային նայենք, թե տնտեսությունում ինչա կատարվում մեր 1000 խոշորի մեջ, երևի առանձնացնենք top 5 ոլորտները եւ այսպես առաջ տեղը բնականաբար առևտուրն է, առևտրի մասնաբաժինը այս տարի վճարած հարկերի մեջ 38.2% կազմել, նախորդ տարօրինակ 39 ա եղել, դրա նախորդող տարին 42.9, տեսակարգշիռը իջնում է, ինչը երևի թե լավ է, այսինքն նշանակում է մեր մյուս ոլորտներում աճ ունենք ու հեսա կնայենք թե որ ոլորտներն են ամենաշատը աճը։ Երկրորդ ոլորտը դա մշակվող արդյունաբերությունն է, որը ըստ էության նախորդ տարի 15.4% էր կառուցվածքի, հիմա 15.3, բացարձակ վճարած հարկով 273 միլիարդ անցած տարի էր, 298 միլիարդ այս տարի, աճը կազմել է մոտավորապես 9%, ինչը ահագին է։ Երրորդ ոլորտը երևի ամենամեծ աճ արձանագրած ոլորտներից մեկն է, կարող ես գուշակես որն է։ Բանկայինը։ Բանկայինն է ու նախորդ տարվա վրա 30% ավել հարկ են վճարել ու կառուցվածքում եթե անցած տարի կլոր 9% էր, այս տարի արդեն 16, այսինքն 1.6%-ով կառուցվածքի մեջ առաջ են գնացել։ Իդեպ բանկային ենք ասում, բայց դա ֆինանսական ծառայություններ եւ ապահովագրություն այնտեղ ես տեսնում եմ, նաեւ ներդրումային ընկերություններն են լավ աճ գրանցել։ Այս տարի մի քիչ ՏՏ-ն նահանջել է, թեպետ բացարձակ թվով 134 միլիարդ անցած տարի էր, այս տարի 137 միլիարդ է, բայց տեմպից ընկել է եւ կառուցվածքի մեջ առաջ 7.6% ուներ, հիմա դարել է 7.1% եւ հաջորդը դա հանքարդյունաբերությունն է, որը նախորդ տարի եղել է 7.5% կառուցվածքի մեջ, հիմա իջել է 5.5%, տեսնես որ ընկերության պատճառով եւ նաեւ այստեղ այն եզակի դեպքն է, որ նաեւ բացարձակ թվով վճարված հարկով ունենք նվազեցում, եթե նախորդ տարի հանքարդյունաբերությունը 133 միլիարդ էր վճարել, այս տարի վճարել է 107 միլիարդ։